Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Դինայետ նախագիծը եւ Ակոպովնան արդեն հասկացել եք վայելում է իր բոլոր հյուրերի հետ մեկ ամիսը։ Գիտեք, այս մեկ ամիսը մեզ համար չէ, տղամարդկանց համար է, որովհետեւ պետքա մի ամբողջ ամիս տղամարդիկ պարապեն, թե ինչպես կարելի ուղակի կնոջը մի քիչ լկստվածնել։ Ավել բան չէ, կարելի մի քիչ շատ ասել սիրում են, կարելի ավելի շատ հոգատար լինեն եւ այսպես շարունակ մնացած ամիսները արդեն պարապացից հետո պետք է դառնա առօրյա կյանք։ Ինչ է նշանակում դա։ Նշանակում է, որ Ակոպովնան այսօրվանից սկսած իր բոլոր թողարկումներում փորձելու է հրավիրել ազդեցիկ կանանց, ովքեր որ իրենց ազդեցություն ունեն տղամարդկանց վրա, բավականին լուրջ գործեր են անում, աշխատանքներ, վաստակավոր մամաներ են եւ այսպես շարունակ։ Եվ մեկնարկում է բավականին հետաքրքիր հյուրով, բայց մինչ այդ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեկամսյակի կապակցությամբ կանանց իհարկե, հա, ուզում եմ լինեք առողջ, ուզում եմ միշտ լինեք սիրված, գնահատված եւ հարգարժան տղամարդիկ, ուղղակի սիրեք ու հարգեք ձեր կանանց, որովհետեւ առանց մեզ ձեր կյանքը ուղղակի դատարկ է եւ անգույն։ Իսկ հատուկ մեզ համար տեսահոլովակ, որից հետո անցնում ենք բուն թեմային։ Tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram. Ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել եմ Փարիզ, տես ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել են Փարիզ, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս։ Քեզ ասում էր մայրը, խրատում էր հայրը, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրը, քեզ ասում էր մայրը, խրատում էր հայրը, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրը, արդեն ունեմ համարը, կամաց մտա տամարը, հիմա ինձ զանգ է գալիս, յարո ջան քո մոտ եմ գալիս, արդեն ունեմ համարը, կամաց մտա տամարը, հիմա ինձ զանգ է գալիս, յարո ջան Փարիզ եմ գալիս։ Որ տուն տանեմ իմ յարից, բերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի, հիմա եկել եմ Փարիզ, որ տուն տանեմ իմ յարից, բերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ։ Դե ինչ այս պայծ կսածը արդեն բուն թեմային ենք անցնում 21 TV եթերում շարունակում էր աշխատանքը Դինայետ նախագիծը, առաջարկում եմ տեսանյութ ըստ ֆորմատի միշտ եւ ասեմ, որ տեսանյութի գլխավոր հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է, ում մասն է խոսքը կիմանայք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ արդեն հետաքրքրություն կա եւ մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալել եմ պրոֆեսիոնալ մերսող Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնատներում առաջատար Անահիտ Կարապետյանին։ Անջան, բարի օր, բարի գալուստ։ Բարև Դինա ջան։ Ինչպես եք։ Հիանալի, ես այն որ ասում եմ ձեր տեսքն է շատ լավն է, չգիտեմ ոնց սկսեմ, էլի, այն որ հասկանում եք արդեն։ Գիտեք, ես մտածում եի, որ մեկ ամսյակի ինձ մոտ եթերում կարելի է սկսել մի այնպիսի թեմայից, որը լինի շատ ազդեցիկ, կարևոր եւ եզակի։ Ամեն թեմայի մասին մտածել էի, բայց չէի մտածում, որ կարող եմ ես սկսել մերսումից։ Քանի որ ես հիմա զրկված եմ, ինչի մասին դե կբարձրաձայնենք, վիրահատություններից հետո ինձ չի կարելի, բայց ես ուզում եմ, որ ասում եմ, ես չեմ վայելելու, գոնե վայելեն բոլոր այն կանայք եւ աղջիկները, ովքեր որ չգիտես ինչու մեծամասնությունը չեն կարողանում տարանջատել բժշկականը ռելաքսից։ Ճիշտ եմ, չէ՞, տենց բան կա։ Ռելաքս մերսում եւ բժշկական։ Բայց ռելաքս նորմալ մեկ անում ենք։ Ես անում եմ էլ կոնկրետ։ Հենց սկսենք այդտեղից, էլի Անջան, հետո կշարունակենք, հետ կգնանք։ Տարբերությունը, չգիտեմ, ավելի ռելաքսը հանգստացնող է, բժշկական չոր մկանների հետ է գործ ունենում, տարբերություն կա, չէ՞։ Միանշանակ տարբերություն կա, բուժական թերապևտիկ մերսումը դա կոնկրետ ազդում է ցավային գոտիների, ցավային կետերի վրա, նրա ուժը ներգործելու մարմնի մկանների վրա ավելի շատ է, ավելի ուժեղ է այդ մերսումը կատարում, ռելաքսը դե արդեն դա հանգստացնող, մկանները թուլացնող, ռելաքսը միշտ համարել եմ դա հոգու եւ մարմնի հանգստություն, ներդաշնակություն, հոգնածություն էլ է, չէ՞, հանուն միանշանակ կտրվում ես ամբողջ, այն որ ասում ես ստրեսից, առօրյա ստրեսից, հանգստանում ես 1 ժամ, ժամուկես կամ 2 ժամ, դա մի ուրիշ աշխարհ է։ Հիանալի է, այս ինստիտուտը մերսման մեզ մոտ գոնե մի քիչ զարգացած, այն ինչ կարծիք ունեք։ Ինստիտուտը զարգացած է, ուղղակի մնում է, որ մարդկանց մենտալիտետն էլ փոխվի։ Սկսենք այդից։ Որովհետև իհարկե, չմանրանամ, մերսում ուրիշ տեսակել են հասկանում, բայց մեր մերսումը կոնկրետ ուղղվածություն ունի, մարդու հոգին ու մարմինն ենք բուժում, օրգանիզմը։ Շատ լավ, այնքան խորացա ես այս թեմայի մեջ, որ հասկացան լինում են նաև չեմպիոնատներ։ Ժամանակին կար ֆեդերացիա, ես գիտեմ դրա մասին, անդամներից մեկը դուք եղել եք։ Ես եղել եմ, կա նաև հիմա գործում է ասոցիացիա մերսողների։ Շատ լավ, եւ ընդգրկվում են այնտեղ լիցենզավորված մերսողներ։ Մասնագետներ, այո, ովքեր դիպլոմավորված են, դիպլոմավորված մասնագետներն են։ Շատ լավ, իսկ չեմպիոնատների մասին ինչ կարող եք ասել, ինձ հետաքրքիր է, դուք փաստորեն աշխարհի չեմպիոնատի եք մասնակցել, քանի երկիր է մասնակցել։ Մասնակցել են 130 սկզբնական աշխարհի չեմպիոնատում, որը անցկացվում է ինքը շատ լուրջ առաջնություն է, անցկացվում է օլիմպիական խաղերի պրոտոկոլի տակ։ Այո, ինքը ես սպորտ կատեգորիայով եմ, տարբեր կատեգորիաներով են այնտեղ այդ աշխարհի առաջնությունում մասնակցում, ես կոնկրետ մասնակցել եմ սպորտ կատեգորիայով, սպորտային մերսում կատեգորիայով ավելի ճիշտ։ Եվ սկզբից 150 երկրներից մտել եմ ֆինալ, պոլուֆինալ, կներեք, կիսաեզրափակիչ, որից հետո մնացել ենք 56 երկիր, 56 երկրից հետո արդեն գնում է 4-րդ տեղը։ Զբաղեցրել եմ։ Որ թվին է դա եղել։ Դա 2024 թվականին Հունաստանի Խալկիդիկի կղզում։ Այո։ Առաջնությունը այնտեղ էր անցկացում աշխարհի եւ շատ բարդ իհարկե առաջնություններ երկու փուլով պայքարը շատ մեծ էր, ուժեղները շատ էին, շատ։ Իսկ կանայք տղամարդիկ թե միայն առանձին են, աշխարհի առաջնությունը անցկացվում է մերսողները կանայք առանձին են, մեր մասնագետները մերցում տղամարդիկ առանձին։ Եվ դուք sense խոսում եք, չէ՞, ես հիմա ուզում եմ 3D պատկերացնել, եթե անկեղծ ոնց է լինում։ Դուք ձևաչափով ցույց եք տալիս իրանք ստուգում են թե դուք ոնց եք, տենց է լինում մրցումը։ Դե առաջնություն ասվածո։ Առաջնությունը իմ էջում կա այդ վիդեոն, հենց կոնկրետ մրցույթից վերցված է, որ նկարել եմ, որտեղ ես ելույթ եմ ունենում, այնտեղ երևում է, որ տարբեր ով որ անցել է կիսաեզրափակիչ կամ մասնակիցները, այդ մերսման սեղանները, ստապչանները, այսպես ասած դրած, իրենք մոդելն են մերսում են եւ դատավորները, ովքեր որ միջազգային դատավորներ են, որից մեկը եւ հանդիսանում է իմ
ուսուցիչը Հասմիկ Հովակիմյանը Մանանա ուսումնական կենտրոնից, որի սանն եմ ու որ հպարտեմ, որ ես իրեն սանն եմ, միջազգային, այսպես ասած, դատավոր է եւ բարձրակարգ մերսող։ Այդպես դատավորները անցնում են իրանց ինչ-որ թղթերով, բոլորը հետևում են, որտեղ նորմեր կան, նորմատիվներ կան, նյուանսներ կան, որ պետքա այդ պահես։ Չի կարելի այդ խախտումները անել։ Տարբեր նյուանսներ կան, որ չպետք է մարմնով ինչ-որ հանկարծ դիպչես մոդելին, իրավունք չունես։ Չափանիշներ են։ Այո, չափանիշներ, որ բալերը իջացնում են։ Ահա։ Իսկ մեր երկրից մենակ դուք եք։ Այո, միակ հայ ես եմ եղել։ Չեմպիոն է ինձ մոտ նստած։ Մերսող, այն էլ ձեր ընտանիքի անդամները բավականին երջանիկ են կարծիքով։ Ես արդեն հասկացա, դուք բավականին երկար տարիների են, որ ասում եմ ստաժ, փորձ։ Այո։ Քանի տարի։ 2016 թվականից առաջինը ունիվերսալ մերսող այդ դիպլոմը ստացել եմ Սարատովում, Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ եմ սովորել, բժշկական ակադեմիայից դասընթացներին, ու ստացել եմ, որ ունիվերսալ մերսող եմ եւ նորածին երեխաներից սկսած մինչեւ մեծերը։ Այսինքն տարիքային սահմանափակում չկա։ Այո, տարիքային սահմանափակում չկա։ Իմ այդ դիպլոմով ինչ որ ես անցել եմ, հետո տեղափոխվել եմ, այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվել եմ Հայաստան, Երևան։ Այստեղ արդեն սովորել եմ Մանանա ուսումնական կենտրոնում Հասմիկ Հովակիմյանի մոտ։ Իմ շատ սիրելի ուսուցչուհին, մերսման մասնագետ։ Հիմա վստահ եմ դիտում ամեն որ հպարտանում հարգանքներս ձեզ։ Այո, եւ դրանից հետո մեկնել եմ Հունաստան սպորտ մերսում այնտեղ եմ վերապատրաստվել, դասընթացներս այնտեղ եմ անցել եւ որից հետո էլ արդեն մասնակցել եմ աշխարհի առաջնությանը։ Իսկ դուք մերսում եք բացառապես կանանց, թե ոչ։ Ես համարում եմ ինձ ասած բժիշկ, որը իր ձեռքերի էներգիայով, որը շատ կարևոր է, մերսող մասնագետի համար հիմնականը դա ձեռքերն են։ Եթե ձեռքերդ էներգետիկա ունի, հա, բուժումը բացի քո հնարքներից, նաև քո էներգիայով ես բուժում։ Ահա, դա շատ կարևոր է։ Եթե ձեռքերը լավը չեն, այսպես ասած, կարող է այդ էներգիան չունենաս ու արդյունքը այն ցանկալի արդյունքը չլինի։ Հասկացա, եւ մի քանի հարց ես արդեն սենց առանձնացրել եմ, էլի, իմ ընկերների շրջապատում կանայք մեր տարիքի, այսպես ասած, շատ սկսել են տառապել գարնանային, այս գանգատներ շատ են ունենում, եւ վիս, եւ չգիտեմ կողք, եւ կոնք, մեջք, այսպես, դեմք, ճակատ, ինչ խորհուրդ կտաք, մերսումը իրանց կօգնի, թե ինչ որ հատուկ մի հատ գնան։ Միանշանակ։ Դա ինչպես ասած մեր պրոֆիլն է, մեր հիվանդն է, այսպես ասած նаш բալնոյ, հա, ու դա ոչ թե սեզոնային է, դա ամբողջ տարին է, որտեվ իրոք բոլորը լարված ինչ որ թե նստակյաց աշխատանքով են զբաղված, դա այդ խնդիրը բոլորը ունեն։ Ու սեզոնային չի։ Լավ, ես ուզում եմ մի քանի նախադասությամբ էլ խոսենք հղի կանանց մասին, հա։ Ես շատ եմ լսել 50-50 ասված, որ ասում են, չէ, ինքը հղի է, իրան չի կարելի, բայց ես գիտեմ, որ հղիներին կարելի է մերսում։ Միանշանակ։ Հղիներին ոչ միայն կարելի, այլ նաև ցանկալի է, որը օգուտ է եւ պտղի համար, եւ մոր համար։ Հա, օգնում է։ Ինչն է օգնում, որպեսզի հանգստանում է, պտուղն էլ է հանգստանում այդ մերսումը, եթե մայրը իրեն շատ լավ է զգում, միանշանակ փոխանցվում է դա երեխային, պտղին, չէ։ Նա էլ այդ նյարդային համակարգը եթե հանգստանում է մոր, այդ նույն ազդեցությունը, այդ նույն զգացմունքը նաև ունի զգացումը երեխան։ Միանշանակ երկուսին օգուտ է, շատ լավ։ Այն որ ասում լուրջ թեմա է։ Այնպես որ խնդրում եմ հատու, այն որ նեգատիվը մի տարածեք։ Հիները հիվանդ չեն։
Մենք գիտենք, որ հատվածներն են կարելի, որ հատվածները չի կարելի, որտեղ հակացուցում կա, մերսումից առաջ պարտադիր կոնսուլտացիա խորհրդատվություն ենք անցկացնում, հասկանանք ինչ հիվանդություններ ունի, այնպես չի, որ միանգամից բոլորին կարելի է, մերսում ունի նաև հակացուցումներ։ Այդ ամեն ինչը մենք զրուցում ենք, հարցնում ենք, քննարկում ենք, հետո արդեն որոշում ենք մերսման տեսակը, մերսման զոնաները, որտեղ կարելի է, որտեղ չի կարելի, եւ հետո անցնում ենք արդեն մեր գործին։ Հիանալի է։ Եվս մի հարց, բավականին ակտուալ տարբերակ է դեմքի մերսումը։ Ես գիտեմ, որ շատ կանայք հատուկ մերսման գնում են երիտասարդ մնալու համար, ես լուրջ դեմքի մերսում ստացել եմ Միացյալ Նահանգներում, Ֆիլիպիններից եկած երկու կանանց կողմից, ովքեր եւ մարմնի եւ դեմքի այս մասները ամենաշատ, որպեսզի ավելի ցկվի, չգիտեմ, ավելի հարթ լինի, այդ գործում դուք կաք, չէ՞։ Այո, միանշանակ։ Ես Եվրոպայի առաջնությունում, որը նորից 2024 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում էր անցկացվում, Եվրոպայի առաջնություններ, մասնակցել եմ եւ սպորտ մերսում կատեգորիայով եւ դեմքի սկուլպտուրային ձգումով մերսում կատեգորիայով։ Լավ։ Եվ շատ լավ հիանալի արդյունք, այսպես ասած, ես տարիների ընթացքում մշակել եմ նաև իմ մեթոդը, թե ինչպես կարելի է այդ ձգումը հենց առաջին սեանսից, առաջին պրոցեդուրայից դա միանգամից երևում է։ Ահա, լուրջ։ Այո, դա ինքը շատ, այսպես ասած, պետքա կուրսային պրոցեդուրա է, մեկ անգամով եթե գաք ու 3 օրից ինքը կարող է նորից գա հին տեսքին, վերադառնա, քիչ է, պետքա կուրսով գաք, իհարկե կուրսը ինդիվիդուալ է, ընտրվում է ամեն մարդ ինչպես օրգանիզմն է տարբեր, նույնն էլ դեմքը այդ կուրսը հասկանանք 5 հատից, 10 հատից եւ հետո կրկնենք դադարից հետո որոշակի կրկնում է, որ ինքը երկար ժամանակ պահի։ Հիանալի է։ Ինձ թվում է բավականին լավ ինֆորմացիա եւ օգնություն ցուցաբերեցինք։ Ես կարող եմ հստակ եթերում ասել, որ ձեզ մոտ բաց դաշտ է։ Դուք համագործակցում եք։ Այո։ Տարբեր գեղեցկության սրահների, տարբեր նույնիսկ եւ կլինիկաների հետ։ Այսինքն ձեզ կարող են գտնել, զանգարել եւ հրավիրել։ Այո։ Բաց դաշտ, իդեպ դա շատ կարեւոր է։ Ես ինչու եմ ասում, իմ ընկերների մեծամասնությունը հայտնիների մասն է խոսքս, երբ որ նեղվում են, չեն կարողանում ինչ-որ թեկուզ գնալ, գիտեք, նաև հիմա սալոններ էլ, որ գնում են սիրունանալու, փորձում են, չգիտեմ, տենց մեկ ուսանալ։ Այսինքն դուք սիրով նրանց հրավերքը կընդունեք։ Ես կընդունեմ, նաև կատարում եմ տնայցեր։ Ես կարող եմ իմ համարով զանգել, ամրագրել, նախորդ գրանցվել եւ պայմանավորվենք, ես գնամ իրենց տները, ասենք, իրենց տանը մերսամ։ Ես էլ ձեզանից մաղարիչ կուզեմ։ Իդեպ ասեմ, բոլոր այն հեռուստադիտողները եւ իմ ընկերները, ովքեր որ եթերից հետո կզանգահարեն ընկերուհուս, ունենք զեղչ այդ թեմայով։ Իհարկե։ Եթե իմ անունը տալիս եմ, դռները բացվում է, դա եմ ասում, շատ լավ է։ Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ես վերջի ժամանակատոցում շատ եմ լսել, որ ասում են ձին ծրագիրը նայել էին ու զանգել էին։ Դա ինձ համար կարևոր է, որովհետև ինչ որ չափով օգուտ ենք տալիս նաև կանանց աղջիկներին։ Պայման թող շեշտեն ձինայի կողմից։ Վերջացավ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք բոլոր այն կանանց, ովքեր որ մի տեսակ կոմպլեքսավորվում են, չգիտեմ, հերվանում են եւ մերսում բառը իրանց համար մի տեսակ խորթ է։ Ես մի տենդենց եմ նկատել, Թինա ջան, որ հիմա բավականին ավելի ազատ են, կանայք հետևում են իրենց եւ այդ այսպես ասած այդ կոմպլեքսավորվածությունը գնալով մարում է։ Ճիշտ է, կան, բայց արդեն հասկանում են, որ մերսման թե արդյունքը, թե արդյունավետությունը եւ թե առողջարարական եւ թե էսթետիկական արդյունքները ակնհայտ են։ Եվ շատ-շատերն են արդեն իրենց հետևում, նվիրում ռելաքսային եւ թե շոկոլադով մերսում կա այնտեղ, թե կլեոպատրա, թե մեղրով, այն որ ասում է զանգելով, խորհրդատվությունով կհասկանանք միքսերով, նույնիսկ միքսել եմ անում, որ շատ արտակարգ արդյունք է։ Ինչ կարևոր է ֆիլերները։ Կարևորը նաև օգտակար թեմաները եւ ձեռքի փաստորեն հպումով մենք կարող ենք մի բան նիհարենք։ Այո, կատարում եմ նաև հակացելյուլիտային մերսում, որը ես առաջին արդյունքից, հենց առաջին սեանսից ես
այսպես ասած ամենացածրը ասեմ, եղել է 800 գրամ, բայց ասեմ 500 գրամ։ Այդ նիհարում են։ Միայն ձեռքի մերսումով նիհարում են եւ սանտիմետրով որ չափում եմ, նույնիսկ 1 սանտիմ, 1 սանտիմ ու կես։ Հենց առաջի պրոցեդուրայից ես նիհարեցնում եմ միայն ձեռքով։ Ես ուզում եմ այս խոսքի վրա մի թեմա ասել։ Տարիներ առաջ Միացյալ Նահանգներում կար մի, այսպես ասած, գործիք կլինիկա, որը նոր էր ձեռք բերել, որ կոնքերը, այսպես ասած, նիհարացնում էր, որ ասում Քարդաշյան ֆորմայի սթայլի կանանց էին դարձնում եւ բավականին լուրջ որ մարդիկ օրերով առաջ ամրագրում էին, որպեսզի գնային, կոպիտ ասած, այդ գործիքի մեջ մտնեն, որպեսզի նիհարեին։ Գործիքի ստեղծողին դատի տվեցին բոլոր այն մասնագետները, ովքեր որ ավելի էժաներ ձեռքով, հպումով կարողանում էին նիհարացնել թե տղամարդկանց, թե կանանց, ինչ համար բավականին հաճելի էր։ Չի կարելի, եթե կա այն որ ասում են լուրջ մասնագետ, ինչու գործիք, ինչու ռոբոտ, հասկացանք, ամբողջ կյանքներս հիմա բանականությունն է արդեն կառավարում, բայց եթե կա ձեռքի այն որ ասում են հպումով կարող ենք նաև քաշ ցելյուլիտ կանանց թշնամին, այնպես որ ես ձեզ առաջարկում եմ հենց այս պայից արդեն գտնել իմ ընկերուհու Instagram-յան էջը, զանգահարել, հեռախոսամար արդեն տեսնում եք, եւ քանի որ Ակոպովնայի մոտ մեկամսյակը արդեն այսպես ասած մեկնարկել է, ինչու կանայք իրար նվերներ չանեն, մենք օրինակ պետք է նաեւ լինենք, ես պաշտում եմ իմ ընկերուհիներին նվերներ տալու համար, ես այս գործում ինձ օգնում է իմ ամենակարևոր գործընկերը, ընկերուհուս խանութ սրահն է, իդեպ կարող եմ հստակ ասել, որը կոչվում է Eliza Amy Queens եւ գտնվում է Դավթաշենում, հասցեն բնականաբար տեսնում եք, եւ գիտեք ինչ հետաքրքիր բան եմ անում։ Ես իմ հյուրի էջը նկարու ուղարկում եմ ընկերուհուս խանութ սրահ եւ նրանք ձեզ մի քիչ հետևելով ընտրում են ձեզ համապատասխան բիժուտերիա։ Ես ուզում եմ եթերում հիմա ցույց տալ, եթե անկեղծ ես կուզեի իմանալ թե ձեզ ինչ են նվիրելու։ Ես հասկացա, որ ոսկեպատ բիժուտերիա է եւ ոնց հասկացա դուք էլ սիրում եք բիժուտերիա։ Այնպես որ դուք Eliza Amy Queens խանութ սրահի կողմից ունեք նվեր։ Շատ շնորհակալ եմ։ Հույսով եմ կկրեք։ Անպայման։ Իսկ ինչպես կշնորհավորեք տեսախցիկը ձերն է մեզ բոլորիս կանանց։ Օգտվելով առիթից ինձ ընձեռված հնարավորությունից շնորհավորում եմ բոլոր կանանց մեկամսյակի արդիվ, ցանկանում եմ ամենակարևորը առողջություն, միշտ այդպես գեղեցիկ լինեք, հետևեք ձեզ, համեցեք Աննայի մոտ եւ ձեզ կապահովեմ, ես ձեր գեղեցկությունը միանշանակ ավելի ճիշտ կընդգծեմ ձեր բնական գեղեցկությունը։ Մենք միշտ գեղեցիկ ենք, սիրելի կանայք։ Ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Նախ շնորհակալ եմ արձագանքի համար, շնորհակալ եմ նորության համար։ Ես պահանջում եմ ձեզ, եթե լավ թեմա է լինում նորություն կամ ինչու ոչ, հաջողությունները կիսելու թեմա, առաջինը դիմում ենք Ձինային Անջան։ Ես էգոիստ եմ այդ կողմից, պետք է լինեմ առաջինը։ Շնորհակալ եմ շատ ձեզ, ես էլ շնորհավորում եմ ձեզ, լինեք միշտ առողջ, ասենց ժպտերես եւ ամենակարևորը կանացիան երջանկությունը, որը չգիտեմ շատերն ասում են ուղակի ընտանիքում է, ոչ նաեւ այստեղ էլ է լինում կանացի երջանկություն, շնորհավորում եմ ձեզ հերթականական։ Ես եմ շնորհավորում Թինա ջան, շատ շնորհակալ եմ հրավերքի համար, ձեզ նույնպես մաղթում եմ այս ընդհանուր ասած խոսքերից, ձեզ նույնպես շատ սիրում եմ, միշտ հետևել եմ, անկախ ես մինչեւ գալս երկար տարիներ։ Շնորհակալ եմ շատ։ Չի որ նոր էր պատահական չէր, որ ես ձեզ գրեցի։ Հիանալի է, այնպես որ շատ շնորհակալ եմ ձեզ եւ դա ինձ համար շատ կարեւոր է, որ արձագանքում են եւ ուզում են լինել ինձ մոտ տաղավարում հարգանքներս։ Եվ այսքանից հետո լավ տրամադրությամբ գարնանային են, որ կանացի ժպիտով հաղթանակած ես ձեզ հաջողություն կմաղթեմ միմիայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ իմ տաղանդավոր արդեն մասնագետ ընկերուհիներ եւ իհարկե ձեր Ձինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV-ի եթերում բարին ձեզ։ Ոնց դարձա վերջին Պատմում եմ ձեզ իմ կյանքի մասին Առաջին անգամ ու վերջին Հանդիպում Որ անցավ դարձավ անկոմ երթում Ու սպասեց տարիների հերթում
Մանկության սեր ես դու Երջանիկ եմ որ ես Չեմ ընտրել ուրիշ մարդու Սրտերը մեր արդուն ու անգամ երազում Սիրել իրար չեն դադարում Մանկության սեր ես դու Երջանիկ եմ որ ես Չեմ ընտրել ուրիշ մարդու Սրտերը մեր արդուն ու անգամ երազում Սիրել իրար չեն դադարում Սերն է մեր Ենքան ազնիվ է նման արծատի Սիրտս է սար է ջերը թող թերթի Մեր սիրով ապրած տարիների Ենքան շատ Խոսքեր ունեմ պահած ես քեզ համար Չեն հերիքի տարիները հազար Պատմելու համար սերս անմար Մանկության սեր ես դու Երջանիկ եմ որ ես Չեմ ընտրել ուրիշ մարդու Սրտերը մեր արդուն ու անգամ երազում Սիրել իրար չեն դադարում Մանկության սեր ես դու Երջանիկ եմ որ ես Չեմ ընտրել ուրիշ մարդու Սրտերը մեր արդուն ու անգամ երազում Սիրել իրար չեն դադարում Մանկության սեր ես դու Երջանիկ եմ որ ես Չեմ ընտրել ուրիշ մարդու Սրտերը մեր արդուն ու անգամ երազում Սիրել իրար չեն դադարում Մանկության սեր ես դու